Տիտոս 2:11-14 այսպես է ասում. ասում է, որ շնորհքը Աստծո հայտնվեցավ, որ փրկում է ժողովրդին։ Եվ շնորհքը մեզի սովորացնում է, որ ասենք ոչ աներնության։ Լսում եք, շնորհքը մեզի սովորացնում է ինչ, որ ասենք ոչ աներնության։ Շնորհքը մեզի սովորացնում է ասենք ոչ մարմնային ցանկություններին։ Շնորհքը մեզի սովորացնում է, որ ժուշկալությունով ապրենք եւ աստվածավայել կյանք ապրենք։ Երբ վերջը այսպես ասում, այս աշխարհում, այսինքն շնորհքն այս աշխարհի մեջ է։ Երբ որ մենք մահանում ենք, գնում ենք երկինք, այլևս այս աշխարհի մեջ չենք։ Այն ժամանակ Տերը քննում է։ Եվ գիտեք, սրա շարունակությունը շատ գեղեցիկ բառ է ասում։ Ասում է շնորհքը մեզի պատճառ է լինում, որ բարի գործերի նախանձախնդիր լինենք։ Հետաքրքիր է, չէ՞։ Հաճախ շատ մարդիկ կան, որ այսպես են մտածում, որ դե շնորհքը տրվել է, մենք իրավունք լինի, որ մեղք գործենք ու փրկվենք։ Բայց այդտեղ ասում է շնորհքը մեզի սովորացնում է եւ տանում է մեզ աստվածավայել կյանքի մեջ։ Շնորհքը մեզի սովորացնում է, որ բարի գործերի նախանձախնդիր լինենք։ Շնորհքը մեզի սովորացնում է, որ հնազանդվենք Աստծուն, որ վազենք եւ փախնենք մեղքից։ Եվ գիտեք, այս ամեն ինչի մեջ տեսնում ենք, որ շնորհքը մեզի հանում է մեղքից եւ շնորհքի ճանապարհը տանում է մեզի դեպի արդարություն։ Եթե իսկականից մենք շնորհքն ընդունենք,